Ընդդիմությունը Մեծ Բրիտանիայի դեսպանի կանչը արտաքին գերատեսչություն անվանում է ոչ բարեկամական քայլ, իսկ իշխանական թիմը հայտարարում է, որ ցանկացած գործողություն եւ պատժամիջոցի համար հարկավոր է կոնկրետ հիմնավորում, որը Բրիտանիայի դեսպանը չի կարողացել ներկայացնել։ Դեսպան Գարեթ Ուորդին կանչել են արտաքին գործերի նախարարություն գերատեսչության պահանջով։ Մակա Բոճորիշվիլիի պարզաբանմամբ դեսպանից պահանջել են պատասխան, թե ինչի վրա էր հիմնվում Լոնդոնում ընդունված որոշումը երկու վրացական լրատվամիջոցային կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, ինչին վրացական կողմի տեղեկություններով դեսպանը հիմնավորված փաստարկներ չի ներկայացրել։ Հեռուստաընկերություն Իմեդի եւ Post TV-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները նախատեսում են ակտիվների սառեցում, տնօրենի որակազրկում եւ տրաստի ծառայությունների սահմանափակումներ։ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնի կողմից ներկայացված օրինագիծը քննադատում է իշխող թիմը եւ հուսով է, որ պահպանողական ուժերը թույլ չեն տա այս փաստաթղթի ընդունումը։ Իսկ ընդդիմությունը հայտարարում է, որ վրացական երազանքը խաբում է վրաց հասարակությանը, իբր գոյություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերագործարկման հեռանկար։ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում ներկայացվել է օրինագիծ, որը նախատեսում է Վրաստանում Ռուսաստանի եւ Չինաստանի հետախուզական ակտիվների վերաբերյալ զեկույցի պատրաստում։ Օրինագծի նպատակն է պահանջել զեկույց Վրաստանում ռուսական եւ չինական հետախուզական ակտիվների մասին, ինչպես նաեւ այլ նպատակներով։ Իրանը պատրաստ է աջակցել Պակիստանի եւ Աֆղանստանի միջև երկխոսությանը։ Այս մասին սոցիալական ցանցում գրում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա կոչ է անում հարևան երկրներին տարաձայնությունները լուծել բարիդրացիական հարաբերություններով եւ երկխոսություններով։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն երկխոսության խթանման եւ երկու երկրների միջև փոխըմբռնման ու համագործակցության ամրապնդման հարցում, գրում է Աբբաս Արաղչին։ Գրողների տանը Ռուսթավելի հասարակության կազմակերպմամբ տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում նվիրված քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին։ Միջոցառման շրջանակներում փիլիսոփայության գիտությունների դոկտոր Լևան Գիգիենիշվիլին զեկույց է կարդացել ժամանակավորի եւ հավերժականի նոր հավասարակշռությունը Ռուսթավելու մոտ թեմայով։ Հանդիպումն անցկացվել է քննարկման ռեժիմով։ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը հյուրընկալել է ներառական կոնտակտ թատրոնին։ Թատերախմբի անդամները ներկայացրել են թատերական բեմադրություն, որի նպատակն էր հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ինտեգրման եւ սոցիալականացման խթանումը, նրանց ստեղծագործական եւ մասնագիտական հմտությունների զարգացումը եւ մշակութային կյանքում նրանց հավասար մասնակցության հնարավորությունների ապահովումը։ Տեղի է ունեցել նաեւ պրոֆեսիոնալ նկարիչների կողմից ստեղծված գեղանկարչական, գրաֆիկական եւ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես։ Ներառական կոնտակտ թատրոնը գործում է 2013 թվականից։ Թատերախմբում ընդգրկված են դրամայի եւ պանտոմիմայի պրոֆեսիոնալ եւ ինչպես նաեւ հատուկ կարիքներ ունեցող դերասաններ։ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Իրանի դեմ հնարավոր հարվածներից առաջ Բահրեյնում անձնակազմի թվաքանակը նվազեցնում են կրիտիկական մակարդակի։ Տեղեկությունը տարածում է Fox News-ը հղում անելով մի քանի ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների։ Նրանց տեղեկություններով ներկայումս օբյեկտում անձնակազմի թիվը 100-ից պակաս է։ Պարբերականը գրում է, որ կեսգիշերյան մուրջ գործողության մեկնարկից առաջ, որի ընթացքում ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, 5-րդ նավատորմի շտաբից տարահանումը իրականացվել էր նմանատիպ կարգով։ Fox News-ի տեղեկություններով վերջին շաբաթներին ԱՄՆ-ն մեծացնում է ռազմական ակտիվությունը Մերձավոր Արևելքում, քանի որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի ապագայի վերաբերյալ բանակցությունները կարող են ավարտվել անարդյունք։